Ուրեմն հարգելի իմ դիտորդ, ես 3-7 թվում 2 հարց եմ ստացել ու հիմա ուզում եմ պատասխանել հարցերից մեկին, ուրեմն այսպես էր հարցերից մեկը, հարցը վերաբերում էր մոլորակների էներգետիկ փոփոխությունների եւ դրանց հնարավոր ազդեցությունների մասին։ Հիմա ասեմ Այսինքն արևային համակարգում ասում են, որ մոլորակները փոխում են իրենց էներգիան, դա այդպես է, թե այդպես չէ, եւ արդյոք կենդանակերպի նշանների կամ աստղագիտության մեջ ինքը փոփոխություն կբերի, թե չի բերի։ Ուրեմն հորարային քարտեզը, որը որ ես ստացել եմ, քարտեզի վերլուծությունը ցույց է տալիս, ուրեմն հարց տվողը ես գտնվում եմ կշերք նշանում, ինչը նշանակում է, որ իմ գլխավոր մոլորակը Վեներան է։ Վեներան գտնվում է կույսի նշանում 11-րդ տանը, ինչը կարող է մատնանշել էներգիայի կենտրոնացում, վերլուծության, մանրուքների եւ պլանավորման վրա։ Լուսնի դիրքը Լուսինը գտնվում է ցուլ նշանում 8-րդ տանը։ Սա բավականին կայուն դիրք է լուսնի համար։ Էկզալտացիա ուժեղ դիրք, սակայն 8-րդ տունը հաճախ կապված է ներքին տրանսֆորմացիաների, ճգնաժամերի եւ էներգետիկ խորը փոփոխությունների հետ։ Ռետրոգրադ մոլորակները քարտեզում հստակ ցույց են ուրեմն գնում է Սատուրն, Նեպտուն եւ Պլուտոն ռետրոգրադ հետընթաց շարժում են։ Սա հուշում է, որ ներկայումս ընթանում է անցյալի փորձի վերանայում, էներգետիկ հին կաղապարների քանդման եւ ներքին վերափոխումների փուլ։ Ուրեմն գծերը, կապույտ գծեր, տրիներ եւ սեքստիլները խոսում են ներդաշնակ հոսքերի մասին, իսկ կարմիր գծերը, քառակուսիները ընդդիմությունների մասին ցույց են տալիս լարվածություն, որը հենց հանդիսանում է փոփոխությունների շարժիչ ուժը։ Էներգետիկ դաշտի վերափոխումը տեղի է ունենում, բայց այն պահանջում է ներքին հավասարակշռություն եւ պահպանում է այդ հավասարակշռությունը։ Ուրեմն ներքին տրանսֆորմացիա ցուլի Լուսինը 8-րդ տանը ստիպում է մարդկանց վերանայել իրենց հոգեբանական կայունությունն ու արժեքները։ Զգացմունքային լարվածությունը, կարմիր ասպեկտները բերում է անհանգստություն, ինչը մարդկանց մոտ առաջացնում է էներգիայի կտրուկ տատանումներ։ Դանդաղում եւ վերանայում 3 ռետրոգրադ մոլորակները Սատուրն, Նեպտուն եւ Պլուտոն ստիպում են մարդկանց կանգ առնել եւ ուղղել անցյալի սխալները։ Հիմա գնում է այդ փոփոխությունը եւ քարտեզի վրա պատկերված օրը, քանի որ ամսի 6-ին արդեն տեղի ունենում մի քանի որ աստղաբանական կարևոր իրադարձություններ, որոնք ուղղակի ազդում են մարդկանց վրա։ Վեներայի անցումը կշերք, հենց այսօր Վեներան լքում է լարված կույսի նշանը եւ մտնում է հարազատ կշերք նշանի տակ։ Սա մարդկանց մեջ հիմա փոխում է էներգիան, բերելով թեթևություն հարաբերություններում եւ ներդաշնակություն։ Սատուրնի եւ Արևի տրինը այսօր ձևավորում է կայունացող կապույտ գիծը, ասպեկտը Արևի եւ Սատուրնի միջեւ։ Այն օգնում է ներքին տագնապները հանդարտել եւ մարդիկ հստակությամբ տեսնում են իրենց ամեն քայլը։ Իսկ ընդհանուր առմամբ այո, ամբողջ արեգակնային համակարգում հիմա տեղի է ունենում գլոբալ եւ դարակազմիկ ավելի շուտ էներգետիկ փոփոխություն, որը աստղաբանության մեջ համարվում է վերջին 100-ամյակի ամենամեծ վերափոխումների շրջանը։ Այս փուլում հեռավոր ու դանդաղաշարժ մոլորակները, որոնք թելադրում են մարդկության պատմության եւ հավաքական գիտակցության ընթացքը, միաժամանակ փոխում է իրենց կենդանակերպի նշանները։ Պլուտոնը ջրհոսում։ Մենք գիտենք, որ Պլուտոնը վերջնականապես հաստատվել է ջրհոսում, ջրհոս նշանում, սկսելով մի նոր 20-ամյա դարաշրջան։ Սա հիմնովին փոխում է մարդկանց կապը տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ազատության եւ համայնքային էներգիայի հետ։ Նեպտունի եւ Սատուրնի անցումը խոյ։ Նեպտունը ու Սատուրնը լքում են ձկների նշանը եւ տեղափոխվում է խոյ նշանի տակ։ Սա աստղագուշակության մեջ կոչվում է մեծ զարթոնք կամ արևային հորձանուտ։ Նեպտունը խոյում հանձնում է
հին պարտքերը, իսկ Սատուրնը պահանջում է կառուցել բոլորովին նոր աշխարհակարգ։ Ուրանը երկվորյակներում փոփոխություններ, հեղափոխությունների մոլորակ, Ուրանը տեղափոխվում է երկվորյակներ, այն ամբողջությամբ փոխում է մարդկանց մտածողությունը, տեղեկատվություն ընկալելու արագությունը եւ հաղորդակցումը։ Так Կենդանակերպի նշանների իրենց տեղերը կյանքում չի փոխվի, ցուլը կմնա ցուլ, ցուլը չի դառնա երկվորյակ կամ խոյ, երկվորյակը չի դառնա կշերք եւ այլն, 12 նշանները կպահեն իրենց էներգիան եւ իրենց անունները։ Ուղղակի կփոխվի այդ նշանների ներքին էներգիան եւ դրսեւորում։ Օրինակ ցուլը, Ուրան մոլորակը, որը երկար տարիներ գտնվում էր ցուլի նշանում եւ քանդում էր նրա հանգստությունը եւ նյութական կայունությունը, վերջապես հեռանում է ցուլերի կյանքում լարվածությունը եւ կտրուկ ցուցումների փուլը հանդարտվում է եւ սկսում է ձեռքբերումների ֆիքսելու ժամանակաշրջանը։ Երկվորյակների մոտ, օրինակ, Ուրանի մուտքը երկվորյակներ բերում է ինտելեկտուալ մեծ հեղափոխություն։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ կտրուկ ակտիվանում է մտածողությունը, հաղորդակցությունը, ի հայտ են գալիս անսպասելի գաղափարներ եւ կյանքի տեմպի կտրուկ արագացում։ Կշերքի մոտ օրինակ Պլուտոնի տեղափոխությունը ջրհոսոթային նշան եւ հեռավոր մոլորակների անցում խոյին ստիպում են կշերքների ամբողջությամբ վերափոխել իրենց անձնական գործնական հարաբերությունները, նրանք սովորում են լինել ավելի անկախ եւ չկորցնել սեփական եսը դիմացիների նկատմամբ։ Էներգետիկ առումով այո, մոլորակները փոխում են իրենց էներգիան, բայց այդ չի նշանակում, որ իրենք փոխում են իրենց կարևոր նշանակությունը։ Ուղղակի իրենց փոփոխությունը կապված է աստիճանների, տների հետ, այսինքն մի տնից իրանք տեղափոխվում են մյուս տուն եւ այդտեղ փոխվում է էներգիա, միտեղ իրենք լարված են, միտեղ իրենք իրենց տանն են, միտեղ հյուր են գնացել, հա, միտեղ վանում են, այնտեղ որտեղ իրենք են իրենց արժանապատվությունը ընկնում է, ըստ այնը փոխվում է էներգիան, բայց մոլորակը, օրինակ, եթե Պլուտոնը տրանսֆորմացիայի մոլորակը, մահվան եւ վերածննդի մոլորակը, ինքը չի կարա ընդունեք փոխվի դառնա Սատուրն կամ դառնա ընդունեք Վեներա կամ դառնա Յուպիտեր։ Ամեն մոլորակ ինչի համար ինչ էներգիա որ ստեղծված է, ինչ էներգիա ունի, ինքը յուրովի պահելու է իր էներգիան։ Պարզապես երբ որ տեսեք, օրինակ արևը գալիս է Յուպիտերի մոտ, շատ մոտիկ ասպեկտ կազմելու ժամանակ կարող է ունենա այրված դիրք կամ կուրացնող դիրք։ Դա կբերի այն, որ մարդիկ իրականությունը չեն նկատի, չեն տեսնի։ Նեպտունի արկայությունը կարա բերի խապկանք, նայած որտեղ, որ տներում է գտնվում, որտեղ է ինքը իր արժանապատվությունը բարձր պահում, որտեղ է ցածր պահում։ Այո, կատարվում է դարի ուրեմն էներգետիկ փոփոխություն, բայց այդ չի նշանակում, որ երկվորյակը իր բուն կորիզը, հա, իր էությամբ պետքա փոխի կամ իրան այսպես ապահովող մոլորակները կկորցնեն իրենց էներգիան կամ ընդունենք կարիճը օրինակի համար։ Կարիճը դարձյալ կմնա նույն կարիճը, իրենք հովանավորի հենց Պլուտոն մոլորակը, պարզապես երբ որ կարիճում կգտնվի մի մոլորակ, որը չի ունենա իր բարձր արժանապատվությունը, կարող է այսպես կենդանակերպի այդ նշանի համար կամ էներգետիկ ինչ-որ փոփոխության վրա ազդի։ Եթե այդ տվյալ մոլորակը արժանապատիվ դիրքում է գտնվում հենց կարիճի տանը, նշանակում է էլ ավելի կբարձրանա ինքնագնահատականը, տվյալ մոլորակի էներգիան եւ արժեքը։ Եթե մոլորակը հայտնվում, որտեղ ինքը չի գտնվում իր արժանապատվության բարձր դիրքում, ապա հնարավոր է ավելի բացասական կամ ավելի թույլ ներգործություն։ Փոփոխությունը սրանում է կայանում։ Աստղաբանության, աստղագիտության մեջ տների, մոլորակների դերը, էներգիան, նշանակությունը չի փոխվի, կմնա նույնը այնպես ինչպես կա։ Սա դարերով եկած գիտություն է, ճիշտ է, ինքը ավելի է զարգացել, հիմա ավելի արդիական է դարձել, բայց այդ չի նշանակում, որ ինքը փոխել է, ուղղակի պրակտիկան բերել է ավելի ճիշտ, ավելի կոնկրետ բացատրություն տվյալ մոլորակի համար։ Այսքանը։